Ողջույն ընկերներ։ Իմ անունը Դավիթ է, ամբողջ շաբաթվա ընթացքում ես ձեզ հետ աշխատելու եմ, ես նախագծի հաղորդավարը ես եմ լինելու ու աշխատելու եմ ձեր մենտորների հետ։ Դուք մոտավորապես գիտեք ինչի մասին է մեր նախագիծը։ Շաբաթվա վերջում ամենակարևոր բանավեճն է լինելու, բայց կա մի շատ կարևոր ինտրիգ։ Բանավեճին մասնակցելու են խմբերից 5 մասնակից։ Այսինքն ողջ շաբաթվա ընթացքում ձեր մենտորները, ձեր լիդերը ընտրելու են ձեր միջից լավագույններին, որոնք ներկայացնելու են ձեր համալսարանները եւ ձեր թիմերը ընդհանուր բանավեճի ժամանակ։ Հաջորդիվ բանամարտում, նոր փուլ, նոր մարտահրավերներ, Թեման էլ դուք պիտի կռահեք ինքնուրույն։ ինտենսիվ դասընթացների մեկնարկ, Ուրեմն պատրաստ ենք, սկսում ենք աշխատել։ ամեն կարծիք լսելի է եւ ընդունելի։ Ես դերեմ ձեր կարծիքին ընդհանրապես հակառակն եմ մտածում։ Լարվածության աճ եւ առաջին բախումներ։ Ճիշտը չասել եւ ստելը դրանք լրիվ տարբերվում են։ Սա ընդհանուր տարածքն է, որտեղ օրվա ընթացքում հասցնելու եք շփվել, հաղորդակցվել, ծանոթանալ, գուցե փորձել տեղեկատվություն կորզել մեկը մյուսից, վարպետաց դասեր են լինելու, հրավիրված մասնագետներ, ովքեր զրուցելու են ձեզ հետ, սրան զուգահեռ մենք ունենալու ենք փոքր բանավեճեր, բայց այդ բանավեճերն էլ սովորական չեն լինելու։ Մենք ամեն առավոտյան ձեզ քվեսթերի թեմաներ ենք փոխանցելու։ Օրվա ընթացքում դուք պիտի մտորեք, թե ինչի վերաբերյալ է օրվա ավարտի ձեր փոքրիկ բանավեճը լինելու, բայց ամենակարևորն է, որ ձեր հիմնական թեման էլ դուք պիտի կռահեք ինքնուրույն։ Հետևաբար ամբողջ օրվա ընթացքում սրանքի տարբեր հատվածներում տեղադրված են լինելու տարբեր հուշող իրեր եւ առարկաներ, որոնցից մեկը այս սևարկում է։ Ես հիմա սույն գիրքը թողնում եմ այստեղ, ու դուք այն ուսումնասիրելու հնարավորություն կունենաք երեկոյան մենք միասին կհայտարարենք, թե որ թեմայի շուրջ եք դուք շաբաթվա վերջում բանավիճելու։ Թեման շատ հետաքրքիր է, վերաբերվում է եւ տղաներին, եւ աղջիկներին, եւ հավատացեք, մեր ամբողջ հասարակության համար այդ թեման եւս անսահման կարեւոր է։ Սկզբնական փուլում դուք հնարավորություն կունենաք նաեւ թիմերով ծանոթանալ։ Հիմա թողնում եմ ձեզ միայնակ, մինչեւ երեկո։ Մեծ շոուն սկսված է։ Մենք հիմա գտնվում ենք լաունջ սրանում, որտեղ մեր ուսանողները մեկ շաբաթ շարունակ անց են կացնելու իրենց հիմնական ժամանակը։ Իսկ ինչ է նախագիծն իրենից առհասարակ ներկայացնում։ Սա Հայաստանում նախադեպը չունեցող ռեալիթի շոու նախագիծ է, որի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ երկու համալսարանների ուսանողները մեկ թեմայի շուրջ նյութեր են հավաքելու, մաստեր կլասներ են անցկացնելու, իրենց թիմ լիդերի միջոցով ուսումնասիրելու են եւ մշակելու են նյութեր, բանավեճի ժամանակ դեմ եւ կողմ ապացույցներ ներկայացնելու համար։ Այստեղ մենք թեման ընտրում ենք ամենասկզբից եւ երիտասարդները ունենում են հնարավորություն շաբաթվա ընթացքում ուսումնասիրել այդ թեման, լավագույնս պատրաստվել եւ քանի որ մեծի մասամբ գտնվելու են ընդհանուր տարածքում եւ հնարավորություն են ունենալու անդադար թիմերի միջև շփումներ ունենալ, ինձ համար ամենաինտրիգային հարցը հետեւյալն է. արդյոք նրանք ընկերանալու են եւ դա նրանց համար դառնալու է հերթական խնդիրը կամ խոչընդոտը պայքարել դիմացի թիմի կարծիքի դեմ եւ ի վերջո հաղթել։ Սա բանամարտն է, որտեղ մենք փնտրում եւ գտնում ենք ճշմարտությունները։ Այս լավ մեծ նամյոկ է։ Մենք խաչի հետ կապված խաչի կարող կապված մնա, բայց կամ խաչներ մեկը կապ չկա։ Չեն դրեցել։ Մեկին վրայի
շուրջ գնալ, այս ակտիվը խաղաղության, չգիտեմ, ուժի ջախրանքի պատրոնների միքսից։ Էմոցիոնալ մարդ եմ ու իմ էմոցիոնալությունից թվում է կախված է իմ ակտիվությունից։ Բավականին ակտիվ եմ, թե երիտասարդական կյանքում, թե երիտասարդական կյանքից դուրս նաև ընտանեկան առումով։ Իրականում ոչ թե դուրս եկել էր, այլ ես փորձում էի հուշումը պահել, որովհետև մյուս թիմը, ոնց որ ման էր գալիս ինչ-որ հուշումներ, բայց հուշումներից մեկը ավելի ակնհայտ էր, իմ գլխին էր, բայց իրենք չէին գտնում։ Իհարկե գնում եմ դեպի հաղթանակ, բնականաբար, ես երբեք չեմ ասում, ոչինչ որ բախվում, ոչինչ չի, ամեն ճանապարհ որպեսզի հաղթենք, նորմալ է։ Ամենակարևոր բանը, որ առջևում կա, դա դասընթացն է, ու հիմա մենք արդեն պետք է սկսենք դասընթացը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շոր էներգիան ցածր է ձեր այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ ավելի լավ էր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ։ Ուրեմն պատրաստ ենք։ Սկսում ենք աշխատել։ Շատ կարևոր նախագիծ է, ասեմ, որ միայն թերությունը նրանում է, որ ուշացումով է սկսվել, որովհետև այս նախագիծը պետք է սկսվեր հələ 30 տարի առաջ երևի, որովհետև ինչպես է ձևավորվում բանավեճի մշակույթը երկրում, դրանից շատ բան է կախված։ Ինչպես է կապված բանակցությունը բանավեճի հետ։ Ինչպես է կապված։ Կապ կա։ Մենք բանակցում ենք որևէ թեմայի շուրջ, փորձում ենք համոզել մեր տեսակետը։ Մենք ուզում ենք համոզել, մենք ուզում ենք ազդել մյուս կողմի վրա, հենց այդպես էր Ֆիշերը սահմանում բանակցությունները, բախտի բերումով սկսել եմ աշխատել Ռոջեր Ֆիշերի հետ, հիմնադիրն է Հարվարդի բանակցային դպրոցի եւ զբաղվում եմ տարբեր բանակցություններով։ Լինում են ճգնաժամային բանակցություններ, երբ որ որպես խորհրդատու եմ հանդես գալիս, լինում են երկարատև բանակցություններ դիվանագիտական։ Վիճակ, որտեղ մենք փորձում ենք ինչ-որ մեկի ընտրության վրա ազդել, կամ իրենք փորձում են մեր ընտրության վրա ազդել, դա բանակցություններ է։ Բանավեճի ժամանակ արդյոք մենք փորձում ենք մյուս կողմին համոզել կամ իրենց կարծիքը փոխել, հա։ Դա է նպատակը, թե այլ է նպատակը։ Ֆիշերը շատ ճանաչված է իհարկե բանակցային ոլորտում, ամենահաջող եւ բանակցությունները, որ ինքը վարեց, հաջողությամբ փսակվեցին, դա Իրանում էր 79 թվին, երբ որ հեղափոխությունից հետո վերցրել էին պատանդ ամբողջ դեսպանատունը, ամերիկյան, եւ ինքն էր բանակցողը։ Մարդը փորձեց ստեղծել դպրոց, որովհետև ինքը հավատում էր, որ հնարավոր է սովորացնել, որ մարդիկ ավելի լավ բանակցեն, եթե ավելի լավ պետք է բանակցեն, նաև ինչ-որ հաղորդակցման այդ պահը միշտ կա, բանակցություններում։ Մենք փորձում ենք մյուս կողմին համոզել։ Իմիջիալոց, երբ որ հարցում են հաջողությունը դուք ինչպես եք սահմանում բանակցություններում, մենք սահմանում ենք հետևյալ կերպով։ Երբ մյուս կողմը անում է այն, ինչ որ պետք է մեզ, եւ մնում է գոհ։ Դասընթացների ժամանակ համալսարանից եմ մնացել, երբ որ դասախոսը խոսում էր, այս դրությամբ մենթորը, ես ամեն ինչ գրի էի առնում, երբ որ երեկոյան գնում էի տուն, այդ ամեն ինչը նորից մաքրագրում էի ու շատ հաճախ լինում էր ինձ մոտ հարցեր, ինձ թվում էր ես դա հասկացել եմ, բայց տանը մաքրագրելուց օրինակ ես հասկանում եմ, որ դա չեմ հասկացել ու շատ անգամ եղել է, որ հենց անձամբ կադրից դուրս մոտեցել եմ մենթորին ու շատ հարցեր ոնց որ նորից պարզաբանել եմ։ Մենք բանակցում ենք, մենք ուզում ենք հասկանալ եւ գիտակցաբար մոտենանք, ինչ արդյունքներ ենք մենք ուզում ստանալ եւ ինչ հետևանքներ է լինելու մեր շահերի համար առաջի հերթին, եթե մենք չհասնենք հաջողության բանակցություններում։ Հայաստանում 3 մատ կա, դա նշանակում է read between the lines, այսինքն ընթերցեք տողերի մեջտեղը, հա, եթե տողերի մեջտեղը շատ վատ ինչ-որ բան եք ինձ ցույց տալիս, բայց դա էլ կլինի նորմալ, ինչու է նորմալ, որովհետև դա կնշանակի, որ դուք ինձ հետ չեք համաձայնվել։
Եվ ինձ համար դա կարևոր է, եթե դուք համաձայն չեք, որ դուք ասեք, որ դուք չեք համաձայնվում, դրալոց ինձ դիմում եք Արտուր, դուք կարող ասեք Արտուր, այն ինչ որ ասեցիք, մեզ մոտ Հայաստանում ընդհանրապես անհնար է։ Չի աշխատելու այդ ձեր ասածը։ Մեզ մոտ Հայաստանում լրիվ այլ է։ Միշտ խոսում է մի հոգի։ Կամ ես եմ, կամ դուք եք։ Դուք մի մատը բարձրացրիք, ես հասկանում եմ հարցա, մեկնաբանություն, համաձայն չենք։ Այդ էլ է նորմալ։ Խնդրեմ, մեկնաբանություն։ Ես դեմ եմ ձեր այն կարծիքին, որ ընդհանրապես որ ասացիք, որ չմիշտ է հնարավոր մարդու կարծիքը փոխելի օգուտ մեզ։ Ես ընդհանրապես հակառակն եմ մտածում, դա արդեն հոգեբանական ճնշում գործադրելու հետևանքն է, թե ինչ ձևերով գործադրենք այդ ճնշումը դիմացնի վրա։ Այո։ Ես մտածում եմ, որ միշտ կարող ենք դիմացնին փոխել իօգուտ մեզ։ Փաստորեն Լևոնը 3 մատից սկսեց, չհամաձայնվեց ինձ հետ, որը շատ նորմալ է։ Եթե ին մտածելակերպին հակադարձում է ինչ-որ արտահայտված միտք, ապա առաջինը ես եմ։ Ասած ասած հակահարվածնալի հարցակում գործում։ Իհարկե ընդհանրապես հարցակում ասածը սխալ չհասկանաք, գլխավոր մենտորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ուղղակի հակակարծիք լինելու պատճառով առաջինս ես եմ դեռ բարձրացրել։ Անհամաձայնությունը դա նորմալ է։ Դե մենք ունենք մի մասնակից, որը որ մի քիչ չարաշահում էր այդ չհամաձայնվելը, բայց դա էլ է նորմալ, չհամաձայնվելը նշանակում է, որ իրանք դեռ չեն տեսնում ինչպես կարող է այդ գործիքը կիրառվի իրենց կոնտեքստում։ Եթե պետք է բանակցի եւ իմ ուրեմն փորձից Իսրայելի բանակցողները, ճգնաժամային բանակցողները, իրանք թիմերը կազմվում են ճգնաժամի ժամանակ, ռեզերվում նստած են, սպասում են, այդ թիմը պետք է հաղթարի, միշտ բանակցում են։ Նույնիսկ եթե անմիջապես գիտեն, որ չի ստացվի։ Այս խմբի հետ, այս անձնավորության հետ մենք չենք հասնելու մեր նպատակին։ Բայց բանակցում են, ինչու են բանակցում։ Օրինակ, եթե ահաբեկիչների հետ են աշխատում, կարողանան օրինակ ինչ-որ միջոցներ ձեռնարկել, որ մարդկանց ընկերացան։ Այո, շատ ճիշտ է, տակտիկական խումբը արդեն պատրաստ է, ժամանակ է պետք տակտիկական խմբին, եթե ուժային նույնիսկ լուծում պետք է լինի, բանակցում են։ Պատկերացրեք, որ $100 պետք է ինչ-որ ձև կիսեք, բայց ինչ ձև է կիսելու, ուրեմն ան թղթի վրա գրում է, ինչ առաջարկություն է անում B-ին, ինչպես պետք է կիսեք $100, ինչքան պետք է ան ստանա, ինչքան պետք է B-ն ստանա։ Բայց B-ն կարա ասի ընդունում է, թե չի ընդունում առաջարկը։ Լավ, ավարտեցինք։ Հիմա նայենք տեսնենք ինչ տեղի ունեցավ։ Դուք Գոր եւ Ան։ 50-50 համաձայնվեց դուք։ 50-50 դուք 60-40 ու չհամաձայնվեց։ 60-40 եւ չհամաձայնվեց։ Եղավ շատ։ Կան մշակույթներ, որտեղ այդ 50-50-ը շատ կարեւոր է, որովհետեւ դա է դիտվում որպես արդար, հա։ 50-50-ը արդար է, հա։ Եթե արդար է առաջարկը, ուրեմն ընդունեցինք։ Ես ամեն մարդու չի, որ կարողանում եմ տենց հաճույքով լսեմ, որովհետև ամեն մեկի մեջ չկա հենց պրոֆիլակտիկ դասախոս լինելը։ Բայց այս մարդուն ես ուղղակի չէի կարող չլսեի, իսկ այդ ինձ դուր եկա։ Բավականաչափ դժվար է 2 ժամից ավել նստել ու լսելը, բայց դա էլ էր պետք սովորել։ Ի վերջո կյանքում ավելի շատ լսել է պետք, քան խոսել։ Ես որպես team lead պատկերացնում եմ, որ ուսանողներին պիտի ուղղություն ցույց տամ, ֆիդբեքեր տամ, աջակցեմ, մոտիվացնեմ, որ հանկարծ ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ ունենալով հետ չկանգնեն։ Ինչու է լսելը կարևոր մեզ համար։ Ես բանակցող եմ, բայց ես ասում եմ ինձ համար շատ կարևոր է լսել։ Խնդրեմ։
Կարծում եմ լսելը այնքանով է կարևոր, որպեսզի կարողանանք մաքսիմալ կերպով ընկալել դիմացնի ասածը եւ անհրաժեշտության լրացման կամ հակադարձման դեպքում լիարժեքորեն կարողանանք հակադարձել նրան, որովհետեւ եթե մենք մինչեւ վերջը լսենք նրա ասած նրա խոսքը ընդհատենք հավելումներ կատարելով, նա կարող է շատ հեշտությամբ խոսքը փոխել եւ մենք դեպի դեպքում դիտարկվենք ավելի վատ դրության մեջ։ Եթե պետք է փոխենք ինչ-որ մեկի կարծիքը, մենք սկզբից պետք է հասկանանք ինքը ինչպես է կապ հասավ այդ եզրակացությանը, եւ միայն եթե մենք հասկանում ենք, մենք կարող ենք փոխենք։ Եվ հասկանալը չի նշանակում, որ ես համաձայնվելու եմ ձեզ հետ։ Ենթադրում էին, խորհուրդ էին տալիս, որ բանակցողը պետք է ասի, ես քեզ հասկանում եմ։ Ես քեզ հասկանում եմ։ Եվ պարզվեց, որ չի աշխատում։ Երբ որ բանակցողը ասում էր, ես քեզ հասկանում եմ, ինչ էր լսում։ Մյուս կողմը ինչ էր ասում։ Դերևս որ դու ճիշտ ես, այսինքն ինքը մտածում է, որ ինքը ճիշտ է, թե ասում են ես քեզ հասկանում եմ։ Այսինքն արդեն քո դիմացի մարդը ուրեմն եթե քեզ հասկանում է, ենթադրաբար դու կարաս կարծես, որ դու ճիշտ ես, եթե ինքը քեզ հասկանում է։ Բայց եթե դուք ինձ ուշադրի լսեցիք, Ռոզի, ես ասացի, որ չի աշխատում։ Դուրս է գալիս, ասում է, ես քեզ հասկանում եմ եւ չի աշխատում, խնդրեմ։ Իմ կարծիքով այդ արտահայտությունը կարող է դիտվել որպես ծաղրանք ճակերտների մեջ, եթե խոսենք, ավելի շատ կվիրավորի լսողին, եթե օրինակ դուք ինձ ասեիք, ես քեզ հասկանում եմ, ես համոզված եմ, որ դուք ինձ չեք հասկանում եւ ես ավելի կփակվեմ։ Երբ որ մենք վերցնում ենք, լսում ենք այդ ձայնագրությունները, բանակցողը ասում է, ես քեզ հասկանում եմ, այնտեղից հայհոյանքներ, ինձ ոչ մեկ չի հասկանում։ Իսկ դու ով ես, որ եկել ես եւ ասում ես, որ ինձ հասկանում ես։ Ես ուզում եմ քեզ հասկանալ։ Քեզ ոչ մեկ չի հասկանում, բայց ես եկել եմ, որովհետեւ ես ուզում եմ քեզ հասկանալ։ Իմ վարքագծով ես ազդում եմ Լևոնի պատկերացման վրա, ինքը ինչպես է պատկերացնում խաղը, չէ՞։ Տեսեք, եթե մենք այս դիրքում ենք Լևոնի հետ, եւ Լևոնը փորձում է իմ ձեռը դնի, հա, ինչ-որ ձև։ Եթե ես սկսում եմ ուժ կիրառել, ինչ եմ անում ես։ Ամրապնդում եմ իր պատկերացումը խաղի մասին, որը ինձ պետք չի։ Հետագայում պարզվեց, որ կարող էինք ուղղակի ձեռը կպցնել այս կոմենքում առանց ձեռի ուժի։ Ինձ պետք է ինչ, որ ինքը հասկանա, որ մենք կարանք այլ ձև խաղանք այս խաղը։ Եվ ինչ պետք է անեմ, պետք է թույլատնեմ ինձ ձեռը, թույլ տամ, որ ինքը շատ հեշտ դնի ձեռս։ Բայց եթե ինքը հետո ես փորձում եմ իր ձեռը դնեմ, սկսում է ինչ անել, ուժ կիրառել, ես հասկանում եմ, որ չասավ, տեղ չի ասել իմ ուղերձը։ Ինչ պետք է անեմ, պետք է ցույց տամ, որ եթե ինքը ուժ է կիրառում, ես էլ կարամ ուժ կիրառեմ։ Բայց եթե ինքը պատրաստ է համագործակցել, մենք երկուս էլ կարող ենք ավելի շատ միավոր ստանանք։ Բայց ես պետք է փորձեի իմ օրինակով ցույց տալ, որ դա հնարավոր է։ Հնարավորություն տվեց սովորեցնել ինձ զիջումների գնալ։ Լավ հարաբերություններ ստեղծեմ դիմացինի հետ, ոչ թե միայնակ կատարեմ իմ բոլոր գործընթացները։ 3 հոկանոց թիմեր են կազմում, 1 2 3, 1 2 3, 1 2 3, 1 2 3։ Լավ, ժողովուրդ, սա արագ վարժություն է լինելու, սա առաջի փորձն է լինելու ձեր համոզել եւ տարբեր դիրքերից։ Առաջին օրը, երբ որ Արթուր Մարտիրոսյանը մեզ բաժանեց 4 տարբեր խմբերի, այդ ընթացքում ամեն համալսարանը իր մեջ էր բաժանվել, մենք պետք է ընդհանուր թեմա ընտրեինք եւ այդ թեմայի շուրջ երկուսը բանավիճ էին, իսկ երրորդ անձը դիտորդ լիներ։ Դա առաջին փորձն էր այս նախագծի շրջանակներում մեր բանավիճելու ու իրականում բավականին լարվելու էր, քանի որ հենց մեր խումբը, որտեղ ես մասնակցություն ունեի, մեզ նկարահանում էր, քանի որ այդ նկարահանումը հաջորդ օրը պետք է ցուցադրվեր։ Ես հասկացա, որ իրականում բավականին լարված էի, ինչը որ պետք չէր կարծում եմ, ու դրանից հետո ավելի աշխատելով իմ վրա, կարծում եմ, որ գլխավոր բանամարտի ժամանակ ավելի ազատ կլինեմ մտքերում, որը որ պիտի ներկայացնեմ։ Շնորհակալություն բոլորիդ, լավ երեկո ձեզ, ինչ վաղը։ Ստեսություն։ Ինֆորմացիան ծանր չէր, թրեյնինգներն էլ ծանր չէին։
նոր տեխնիկաներ իմ համար բացահայտեցի, որ ինձ հաստատ պետք է գալու, հաստատ օգնել ապագայում։ Քանի որ ինքը ծրագիր իրաբնույթով ինչ-որ այդպես հենց բանավեճ, բանամարդ միտումն ունի, այսինքն ինչքան էլ որ մենք ուզենք, միևնույնն է մենք մրցակցությունը լինելու է, հետևաբար կարծում եմ ստեղ իրար հետ sense ջանջիգար անելով, բայց ընդեղ իրար հետ մրցելով մի քիչ չի ստացվի, դրա համար ի սկզբանե պիտի այդ դիստանցիան պահենք։ Երեխեք, ես ճիշտ տնտեսագիտորեն եմ մտածում, որտեղ իմ դասախոսներն ինձ սովորեցնում են։ Չէ։ Տնտեսագետը ոչ թե խափում է, տնտեսագետը ոչ թե խափում է, այլ օրինակ իմ կառավարչականի դասախոսը ասում է, որ կառավարիչը կարա եւ լիքը բան ճիշտը չասի։ Բայց այդ մարտավարությունը ճիշտը չասել եւ ստելը դրանք լրիվ տարբերվում են։ Այդ եմ ասում, դա ստելուց լրիվ տարբերվում է, էլի, սուտը դա լրիվ ուրիշ բան է, ճիշտը չասելը դա ուրիշ բան է, վերվում է։ Երկուսիս կարծիքները պարզապես իրար հետ չհամադրվեցին, քանի որ երկուսս էլ նույն բաժնում ենք սովորում, տնտեսագետ ենք, երկուսս ինքը կառավարում հայկական բաժնում, ես մենեջմենտ ռուսական բաժնում։ Ես չեմ ասում եմ вообще մի խափի։ Երբ որ պահը գալիս է, բա պետք է խափես էլ ու յուրաքանչյուր պարտադիր տնտեսագետ լինես, իրավաբան լինես, չգիտեմ ինչ լինես, դա անգամ իրանք բայկա ժամանակ իրաց մասնագիտի ելերով պետք է խափեն, որտեղ կյանքի օրենքն է։ Կարծրատիպերի բախում էր, աշխարհայացների բախում։ Մարդ, ով սիրում է միշտ անկեղծ լինելու, առաջնորդվում է դրանով, մարդ, ով կարողանում է խափելով հասնի ամեն բանի։ Յուրաքանչյուր սուտ, այսպես ասած, ոդկը կարճ է, միևնույնն է մի տեղից դուրս է գալու։ Միշտ չի որ մարդիկ լավն են։ Ու հետևաբար մեր ուզածին հասնելու համար խապելը կարա գործիք լինի ընդհանրապես։ Այսքան։ Ինչպես անցավ օրը։ Հետաքրքիր էր։ Հուսամ, որ այսօր բավարար գիտելիքներ ստացաք, ընդհանուր առմամբ հասկանալու թե ինչպիսի մենամարտ շակերտներում բանավեճ մենամարտ, մենք դա դարձրել ենք բանամարտ, է սպասում ձեզ շաբաթվա ավարտին։ Իդեպ քվեսթը ոնց անցավ։ Այսօրը շատ լավ էր ու վստահ եմ մեր ամբողջ թիմի հիշողություններում կմնա այսօրը։ Ընդհանուր քվեսթը շատ հետաքրքիր էր։ Կարծում եմ այդ ամեն ինչը կախված է ոնց որ զուգահեռաբար կապված է եղել պատերազմի հետ, ավելի կոնկրետ սովետական ժամանակաշրջանին։ Ինձ պետք է թեման, որը մենք ձեզ համար պատրաստել ենք հիմնական բանավեճի համար, որի բացումը խոշոր հաշվով այսօր արեցինք եւ քվեսթերի միջոցով պիտի պարզեիք, թե որ թեմաներն են։ Մեր հասկացած թեման իրականում ՀՀ-ում կանանց զինծառայությունը պարտադիր դարձնելն է։ Գժական Մոտավոր մեր պատկերացումներն էլ էր դրա շուրջ պատտվում, բայց մեր մոտ նաև կար ենթադրություն, որ դա կարող է լինել ոչ թե հենց կոնկրետ ՀՀ-ում զինծառայող կանանց կարևորությունը, այլ թե որ կետից սկսվեց, որ կինը որոշակի իրավունքներ ձեռք բերեց, որովհետև այնտեղ զինվորական իրեր, տերևներ, ինչ որ, չգիտեմ, հարցականներով կանանց տղամարդկանց դեմքերը փակցնեց, ինչ որ բաներ գտան գրքերի մեջ, ինչպես նաև ՀԴՄ կտրոններ տեսանք, ինչ որ բաներ համեմատեցինք։ Հա, բաների ընդհանուր եկանք, բայց ես դրա հանգում իրականում դա էր, որ շատ հետաքրքիր էր։ Բայց քանի որ միայն ես գիտեմ, թե ինչ թեմայի շուրջ պիտի դուք բանավիճեք, ես մեծահոգաբար կբացեմ թեման։ 3 հիմնական հարց ունենք, որոնց դեմ եւ կողմերը պիտի բաժանվեն ձեր միջև։ Արդյոք ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պիտի իրականացվի պարտադիր սկզբունքով։ Սա առաջին հարցն է, որ պիտի վերցնեք դեմ եւ կողմ։ Երկրորդ հարցը, արդյոք աղջիկները եւս պետք է ներգրավվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Եվս 20 րոպե ձեզ տրամադրվելու է այո եւ ոչ կողմերը պաշտպանելու համար։ Եվ երրորդ հարցը, արդյոք պարտադիր զինվորական ծառայության տարկետման ծրագիրն անհրաժեշտ է կրթությունը շարունակելու եւ հետագայում գիտությամբ զբաղվելը խրախուսելու համար։ Այո եւ ոչ։ Ինչու ենք ընտրել այս թեմաները, որովհետեւ նախ ձեր տարիքային խումբը եւ ուսանող լինելը արդեն ինքնին մեզ պարտադրում է հենց ձեզ համար հետաքրքիր թեմա ընտրել։ Եվ մենք որոշեցինք, որ այս հարցերի պատասխանները պիտի տաք դուք։ Ոչ մեծերը, որոնք արդեն ծառայել են վաղուց, ամուսնացել են, ունեն երեքական երեխա, որոնց ուղարկելու են շուտով բանակ, ոչ պետական չինովնիկները, ոչ որևէ այլ մեկը, հենց դուք պիտի պատասխանեք, որն եք առաջնահերթություն համարում, բայց քանի որ մենք ունենք դեմ եւ կողմ, այստեղ մեծ հարց է կանգնելու ձեր սկզբունքները այս կամ այն թեմայի վերաբերյալ համընկնելու են արդյոք այն այոյի եւ ոչի կողմին, որը ձեզ բաժին է հասնելու։ Բոլորս տափահարենք ձեզ մեր նախագծի առաջին օրվա կապակցությամբ եւ ես վստահ եմ, որ այս նախագծի շարունակականությամբ մենք բազմաթիվ հարցերի պատասխաններ ենք տալու եւ ձեզ եմ շնորհակալ, որ համարձակություն ցուցաբերեցիք, որովհետեւ դուք առաջիններն եք եւ մենք համարում ենք, որ բանամարտի
այս բանավեճի ֆորմատում դուք հիմնադիրներ եք համարվում եւ ոչ թե պարզապես մասնակիցներ։ Եվ վստահ եմ, որ ձեր փայլուն լուսավոր կերպարները օրինակ են ծառայելու մեր մյուս երիտասարդների համար, որոնք կարող են դառնալ կարծիքի լիդերներ եւ որոշումներ կայացնողներ մեր երկրում։ Այս պահին բոլորը տեսնում են, որ այդ որոշում կայացնողների շարքում առաջինները հենց դուք եք։ Շնորհակալ եմ, մինչև վաղը։ Reality show-ի առաջին օրը կարելի է համարել ավարտված։ Թեմային արդեն ծանոթ են եւ նշանակում է, որ այսուհետ հաջորդ օրերի ընթացքում մենթորները, թիմ լիդերը, թիմերի ղեկավարները, ուսանողների պիտի ուղղորդեն ճիշտ ուղղությամբ իրենց ուսանողներին, որպեսզի արդեն 5-րդ օրը այս պահից սկսած տեղի ունենա մեծ բանավեճը։ Եվ ամբողջ թեման վերաբերվում է, այո, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությանը, ինչպես տարկետման, այնպես էլ աղջիկների պարտադիր զինծառայությանը եւ տղաների պարտադիր զինծառայությանը։ Ի վերջո, այս բոլոր հարցերի շուրջ մենք պատասխանները պիտի խնդրենք հենց նրանցից, մարդկանցից, որոնք կազմում են մեր երկրի բնակչության 8.5%-ը, շուրջ 252,000 երիտասարդ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում փորձել են մեզ համար գտնել պատասխաններ։ Եվ քանի որ պատասխան փնտրելու են մեզ համար, հետագայում այս նախագծի աջակցությունն է, որ օգնելու է այս նախագծի շարունակականությունը ապահովել։ Հետևում ենք իրադարձություններին, կհանդիպենք հաջորդ մասում։ Անգլուխ դիավոր, առաջին հուշումն է քվեսթի շրջանակներում։ Մոտնում ենք քաղաքական ասպարեզ ու մեր գլուխը շուտով չուտենք։ Նույն ձև կարողանամ տակից դուրս գամ։ Գցենք նրանց, որ ունի գերբնական ուժ։ Բավականին հետաքրքիր ձևով տակից դուրս եկա։ Ինչ տեղի ունեցավ։ Ես անգամ չեմ կարողանում այդ մարդուն նայել։ Տանում է ինքը հարաբերությունների դաշտ։ Вы туда, мальчика сюда. Շատ ակուրատնի հագնված եք եւ լավ տեսք ունեք։ Մերսի։ Գնահատական տվողը մենք չենք լինելու, անգամ դուք չեք լինելու։ Քրիստոնյա եք դուք։ Էմոցիոնալի գուրման։